Երանի հոգով աղքատներին, քանի որ երկնքի թագավորությունը նրանցն է։ Երջանիկ է, երանելի եւ օրհնյալ է այն անձը, ով հոգով աղքատ է։ Հիսուսը չի սովորեցնում նյութապես աղքատ մարդու մասին, որովհետև հնարավոր է մարդը լինի հարուստ, ունեցվածք ունենա, բայց իր ներսում լինի աղքատ։ Եվ հնարավոր է մեկը լինի աղքատ նյութապես, բայց իր ներսում լինի բավարարված, ինքնագոհ եւ իրեն համարի հարուստ։ Այսինքն սա ներսի վիճակի մասին է։ Ինչ է հոգևոր աղքատ լինելը։ Սա մի շրջան է մարդու կյանքում, որ եթե նախկինում ինչ-որ բաներ մարդու համար թանկ էին, բարձր էին, գնահատելի, դրանք կորցնում են իրենց արժեքը ու դառնում են ոչինչ։ Եվ հոգևոր սնանկ վիճակն է, որ մարդուն տանում է փնտրտուքի։ Նա սկսում է որոնել իրական, թանկը, գնահատելին, արժեքավորը, որը որ գտնում է ու սա լինում է Աստծո թագավորությունը։